Որն է թրիփի հստակ երթուղին։ Վաշինգտոնյան եռակողմից կես տարի անցել հարցի պատասխանը չենք գտնում Հայաստանի արտաքին գործերի նախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի համաձայնեցրած թրիփի իրականացման շրջանակում։ Թրիփը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակում, ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում, պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը ծրագրի ամբողջ ծածկույթի նկատմամբ։ Առաջին փուլում 49 տարի կառուցապատման իրավունք ստացած զարգացման ընկերությունն է զբաղվելու թրիփով ըստ հրապարակված փաստաթղթի։ Ակնկալվում է, որ այս գործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով։ Առաջին 49 տարում Երևանը մտադիր է Վաշինգտոնին առաջարկել ընկերության 74% մասնաբաժինը, պահպանել 26-ը։ Մոտ կես դար անց Հայաստանի մասնաբաժինն այդ ընկերությունում պետք է դառնա 49%։ Փաստաթղթում սակայն չկա հարցի պատասխանը, թե որ երկիրը կամ երկրները կներկայացնեն այդ ընկերությունը։ Ամիսներ շարունակ չհաստատված լուրեր էին տարածվում, թե Թուրքիան է զբաղվելու թրիփի զարգացմամբ։ Տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով եւ ամերիկյան կողմի հետ դա չենք քննարկել։ Թրիփում Ռուսաստանի մասնակցության հարցը չի քննարկվել։ Միրզոյանը վստահեցնում է, Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու նպատակ չկա։ Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին թրիփում ոչ, բայց թրիփի շարունակություն, թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Հայաստանը նաև հանձն է առնում մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց մեքենաների եւ ապրանքների համար, ներառյալ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև երկու ուղղությամբ։ Միաժամանակ Հայաստանը հստակ պահպանում է թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Այս սկզբունքները բացարձակ են եւ անքննարկելի, ասված է փաստաթղթում։ Կապը դյուրացնելու նպատակով front office, back office մոդելն է առաջարկվում, այսինքն թրիփ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կհավաքագրեն նախնական փաստաթղթեր, կստուգեն դրանք, կգանձեն առևտրի եւ տարանցման վճարներ, կաջակցեն օգտվողներին։ Որոշումներ կկայացնի back office-ը, այսինքն Հայաստանի մաքսային եւ սահմանային պաշտոնյաները։ Անվտանգության ստուգում, միգրացիոն վերահսկողություն, իրավապահ գործողություններ, այս բոլորը back office-ի գործառույթն է։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում։ Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Որևէ գործառույթ պետական չի արտապատվիրակվում ամբողջ ծածկույթով մեկ թրիփի, ուրեմն Հայաստանի իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակներում իրավասումարների ամբողջական հասանելիությունը ապահովում է, ներկայությունը սահմանապահ մաքսային մարմիններում մշտապես ապահովում է եւ այլն, այսինքն մանրամասն անդրադարձ կա այդ բոլոր հարցերին։ Երբ կսկսվի թրիփի աշխատանքը, Միրզոյանն հույս ունի աշնան սկզբին արդեն ենթակառուցվածքների շինարարության մեկնարկ կտրվի։ ԱՄՆ պետքարտուղարն էլ ասում է, թրիփը դառնալու է աշխարհի համար մոդել, թե ինչպես կարող են բացել դռները տնտեսական գործունեության եւ բարգավաճման համար առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Շարունակելու ենք աշխատել համաձայնության վրա, որը մեր կարծիքով հրաշալի օրինակ է։ Մի կողմից այն բացում է Հայաստանը բիզնեսի առջև եւ թույլ է տալիս բարգավաճել տնտեսապես, մյուս կողմից դա անում է այնպես, որ որևէ կերպ չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը։ Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է։ Էպիկենտրոնը նախարարից հետաքրքրվել էր պետքարտուղարի հետ քննարկվել է արդյոք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որ 25% մաքսատուրք կսահմանվի Իրանի հետ առևտուր անող երկրների համար, հաշվի առնելով, որ Թեհրանը Երևանի առանցքային տնտեսական գործընկերն է։ Իրանում տեղի ունեցող կամ Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ չեն քննարկվել այսօրվա մեր հանդիպման ընթացքում, մեկ բառ անգամ այդ մասին չի ասվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Երևանում շնորհավորում է հերթական ձեռքբերումը եւ պնդում Հայաստանի շուրջ ավելի կայուն իրավիճակ երբևէ չի եղել։ Հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ ուրեմն Հայաստանը երբեք ավելի
պակաս սպառնալի առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Փաշինյանը վստահ է, դեպի կայունություն տանող գործընթացների սկիզբը դրվել է 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի վարչապետի համոզմամբ ամերիկյան վերջին համաձայնությամբ կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղության համար։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։